Փոխադրով դուք ուղեկցում եք Լևոն Քոչարյանին գրեթե ամենուր, զրուցել եք, առիթ ունեցել եք զրուցելու նման սցենարների մասին, որովհետև գաղտնիք չէ, որ ընդդիմադիրները այսօր իշխանությունների թիրախում են եւ նմանատիպ պրոցեսներ թե նախընտրական, թե հետընտրական շրջանում սպասելի են եւ տեսել ենք արդեն։ Տեսեք, ուղեկցելը չգիտեմ, այո, մենք շատ ժամանակ ենք իրականում իրար հետ անցկացնում մարզման ընթացքում հիմնականում։ Իհարկե, սցենարները բոլորիս համար սպասելի էր։ Իմ սուբյեկտիվ կարծիքը ասեմ, իմ կարծիքով ինչ-որ մի բան էլի ուզում են հանձնեն ու սենց այն մարդկանց, ովքեր որ կարող են խոչընդոտ հանդիսանալ ինչ-որ հայրենիքի մասից ինչ-որ մի մաս պակասացնելուն կամ հայրենիքի համար պայքար տվող անձանց նեյտրալիզացնելու սենց փորձ է։ Կարող եմ ասել, որ այդ վստահ, որ իրենց Լևոնին եւ իր ընտանիքին հաստատ նման բաներով չեն կարող վախացնել, այդ ձեր հարցին պատասխան, որ ես մարդ եմ, ով մոտիկա իր հետ, մոտիկա ընտանիքի հետ, այդ կարող եմ ասել, որ հաստատ սա իրենց համար սենց սովորական երևույթ է ու սպասելի է, չասեմ։ Սպասելը սենց է, որ ասում է սրանցից ամեն ինչ սպասելի է, սենց ասեմ ես եմ ասում, էլի, պարզ է, երբ որ դու ընդդիմություն ես, երբ որ դու քո կարծիքն ես արտահայտում եւ երբ որ դու հակառակ ես գնում, այս պահին ստացվում է Ալիևյան ռետորիկային, որտեղ ես սենց ոնց տեսնում եմ, այս ռետորիկաները համընկնում են։ Երբ որ դու հակառակվում ես, հետևում են նման պրոցեսներ, մենք կարող ենք տեսնել, ես հիշում եմ, երբ որ վեհապարը Արցախից խոսեց, միանգամից դրան հետևեց քրեական գործը վեհապարի վերաբերյալ, թե քրեական գործը եւ թե հարձակումները եկեղեցու վրա։ Ինչպես է գնահատում, որ անչափահաս Ինչպես կարող եմ գնահատել, ասենք իրենցից արդեն այնքան բան ենք տեսել, որ այնքան կարմիր գծեր են հատել, այնքան ստոր բաներ են արել, որ սա էլ մեզ համար զարմանալի չէ։ Այն ամենավերջին ստորությունն է սպասել իրենցից։ Որպես քաղաքացի, ինչպես եք պատկերացնում այս իրավիճակի հանգուցալուծումը, դուք ընդդիմադիր գործչի մտերիմ շրջապատից եք, բայց իշխանությունները պնդում են, իրենք էլ ունեն համագիրներ եւ նրանք են պահանջել, նրանք են մանդատ տվել այսպիսի գործընթացների։ Դուք ինչպես եք պատկերացնում հանգուցալուծումը։ Տեսեք, մանդատ տալը այս պահին իրականում ես չեմ կարծում, որ լիարժեք մանդատ են տվել, քանի որ մեկ ակնհայտ տեսնում ենք, որ ունեն քաղաքական ուժ, որտեղից որ կարելի է ասել ձայները ակնհայտորեն գողացվել են, եւ ես չեմ տեսնում այս պահին մեծամասնություն, ովքեր որ կանգնած են իրենց կողքին։ Ես ավելի շատ իրենց կողմից տեսնում եմ արդեն ավտորիտար քայլեր, դա տրամաբանական է, երբ որ դու արդեն չունես ժողովրդի աջակցությունը, ստիպված դիմում են ավտորիտար քայլերի, եւ ես կարծում եմ, որ այս քայլերով, չգիտեմ, փորձում են ինչ-որ արտաքին ուժերի հաճոյանալ, իրականում ես այդքան էլ չեմ կարծում, որ այստեղ առանցքային դեր ունեցել է երեկվա Լևոն Քոչարյանի հայտարարությունը, ես կարծում եմ, այստեղ ավելի խորքային հարց կա, մի բան ուզում են անեն եւ նեյտրալիզացնում են այն մարդկանց, ովքեր որ պայքարելի են իրենց հակահայրենիք գործողության դեմ։